Հանուն հոր եւ որդվո եւ օգնույն սրբո ամեն։ Բարի երեկո եւ մյուս տեղը բարի առավոտ։ Սիրելի հավատացյալ եղբայրներ եւ քույրեր, իմ Facebook-յան հետևորդներ եւ ընկերներ, հայ որդիներ, Աստծո ձայնը հաղորդաշարը այժմ ուղիղ եթերում է։ Ինչպես անոնսի մեջ ասեցի, այսօր պետք է բացատրեմ եւս մեկ անգամ ինչ է նշանակում ընդհանրապես այդ հասկացողությունը եւ այդ բառը, որ շատ անգամներ, կարելի ասել շարունակական 26 տարիների ամբողջ շրջանում Կտրիչ Ներսիսյանի շուրթերից հնչել է, կարկալույց։ Ահա վասիկ սկսում ենք աղոթքով եւ կանցնենք բուն նյութին։ Միասին աղոթենք տերունական աղոթքը։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեղեցի արքայություն քո եղիցին կամ քո, որպես հերկինս եվերկրի, ըսհաց մեր հանապազոր տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մենք թողունք մերոց սպարտաբանած, եւ մի տանիրս մեզ ի փորձություն այլ փրկյազ մեզ իչարե, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս հավիտենից ամեն։ Եվ այսօր մի խոսք, որը վերցեցի Սուրբ գրքից, պետք է այս նախադասությամբ սկսեմ։ Դու ես քահանա Հավիտյան ըսկարքին Մելքիսեդեկի։ Ավասիկ սիրելիներ, Քրիստոսի եկեղեցին իր ավանդությամբ համաձայն առաքելական դարից սկսած կատարում է ձեռնադրության խորհուրդը։ Մայր եկեղեցվո Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու մեջ մեր խորհուրդներից մեկը եւ կարևորագույն խորհուրդներից է ձեռնադրության խորհուրդը, որը նշանակում է երկնային շնորհները բաշխել ընտրյալ անձանց, ովքեր հոժար կամքով կամ ավելի ճիշտ, եթե կա նման մոտեցում Աստծո ընտրությամբ պետք է ծառայություն կատարեն թե ամենասուրբ երրորդությանը հորը որդուն եւ Սուրբ Հոգուն եւ թե հավատավոր ժողովրդին։ Առաքելական դարերից եկած է այս ավանդությունը եւ այն սերունդե-սերունդ փոխանցվել է եւ մինչեւ մեր օրերը այդ շնորհը Աստծո ողորմությամբ իջացվում է, այսինքն ձեռնադրող եպիսկոպոսը, որը որ ձեռնադրում է եւ դպիրներին, եւ կիսասարկավակին, եւ սարկավակին, եւ քահանաներին, ամուսնացյալ թե կուսակրոն, պետք է ընդամենը հանդիսանա գործիքը, միջնորդը մեր Տեր Հիսուսի Քրիստոսի ձեռքերի մեջ։ Եթե եպիսկոպոս է ձեռնադրվում, ապա եպիսկոպոսին իրավասություն ունեն ձեռնադրել 3 եպիսկոպոսներ, որոնք այդ ձեռնադրությունը կատարում են, կամ պատրիարքը, կաթողիկոսը 2 առընթեր եպիսկոպոսների հետ միասին կարող են ձեռնադրել 1 եպիսկոպոս։ Ինչ վերաբերում է կաթողիկոսին, դուք գիտեք, որ մինչև 9-րդ դար կաթողիկոս տիտղոսը չի եղել ընդհանրապես եւ որևէ եկեղեցում չկա նման հոգեվոր աստիճան։ Այդ եկեղեցին միայն որ մեր եկեղեցին է, չգիտեմ ինչի համար, բայց արել է դա առանձին հոգեվոր աստիճան նկատի ունենալով, որը կաթողիկոսություն է։ Վրաստանում այո կա կաթողիկոս, բայց դա ընդամենը զուտ անվանում է պատրիարքի, նա նույն պատրիարքն է։ Հիմա կաթողիկոսին կարող են ձեռնադրել 3 եպիսկոպոս, այդ մինիմումը պետք է լինի, եւ մաքսիմումը 12 եպիսկոպոսներ։ Ես ուղղակի ուզեցի ընդհանուր հասկացողությունը, ձեռնադրությունը որտեղից է գալիս այդ խորհուրդը եւ ինչ է նշանակում, եւ ահաբասիկ ես ուզում եմ խորապես ընկալեք ինչ է դա։ Մարդը գալիս է, որը Աստծուն պիտի նվիրվի, ժողովրդին պիտի ծառայի, եւ ահաբասիկ կատարվում է սրբազան արարողություն։ Պատարակի ժամանակ է տեղի ունենում։
Սուրբ եւ անմահ պատարակը մատուցում է ձեռնադրող եպիսկոպոսը, եւ այդ ձեռնադրող եպիսկոպոսը նաեւ օծում է սրբալույս մյուրոնով, եթե քահանաների մասին ենք խոսում, որովհետեւ եկեղեցուն կան փոքր աստիճաններ, դպիրներ, կիսասարգավակ եւ սարգավակություն, նրանք միայն ու միայն ստանում են Հայաստանի այդ եկեղեցու մասին է խոսքը, ձեռնադրության խորհուրդը, այսինքն միայն ու միայն ձեռնադրվում են, բայց չեն օծվում սրբալույս մյուրոնով, ուզում եմ դա ընդգծել։ Այսինքն խորհուրդը կատարում է, բայց քանի որ աստիճանները նրանք հիմնականում կատարում են ծառայություն եկեղեցում եւ հիմնականում օգնականներ են քահանայի կամ եպիսկոպոսի, եթե սարգավակի պարագայում նաեւ եպիսկոպոսի օգնականը կարող է լինել սարգավակը։ Ուրեմն նրանք ստանում են միայն զուտ ձեռնադրություն, այսինքն ձեռքը դնելով կարդում են համապատասխան աղոթքները, կարդացվում են, եկվում են համապատասխան շարականները եւ ահավասիկ եկնային շնորհքը Սուրբ Հոգուց է իջնում, Սուրբ Հոգին օժտում է այդ իշխանությամբ, այդ շնորհներով տվյալ անհատներին։ Բայց այստեղ մենք այսօր պիտի մասնավորապես բացատրականներ տամ եւ խոսենք ավելի ընդլայնված քահանայության մասին։ Ինչ է նախ եւ առաջ քահանա լինելը։ Բառացի կնշանակի կավություն անող։ Այն անձն է, որը մատուցում է սուրբ եւ անմահ պատարակներ, անարյուն են, այսինքն զոհ չի լինում, ինչպես որ նախկին հին ուխտի քահանաները արյուն էին թափում կենդանիների, զոհաբերություն էին անում, այս պարագայում Հիսուս Քրիստոսն է պատարակվում եւ որևէ կենդանու պատարակը չէ դա որ զոհաբերվի։ Այդ Տերը ամեն անգամ զոհաբերվում է եւ ամեն անգամ մեր մեղքերի համար է զոհաբերվում եւ մեզ տալիս է իր մարմինը ճաշակելու եւ իր արյունը ըմպելու համար, որպեսզի կավության եւ թողության արժանի դառնանք, ընդունելով Տիրոջը մեր մեջ եւ մենք միաժամանակ նաեւ բնակվում ենք Տիրոջ մեջ։ Բայց ձեռնադրության խորհուրդը քահանաներին արդեն երբ որ հասնում է ձեռնադրությունը, նաեւ մեր եկեղեցու մեջ օծվում են քահանաները սրբալույս մյուրոնով, այսինքն դրոշմվում են նաեւ աջ ձախ ձեռքը եւ ճակատը։ Ձեռնադրող եպիսկոպոսը կրկնում եմ, ուզում եմ դա շեշտել, ընդամենը գործիք է, միջնորդ է մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի ձեռքերում։ Դա պետական պաշտոն չէ, որ ինչ որ հրաման է արձակում մեկը կամ ինչ որ մի տնօրինությամբ է լինում։ Այսօր տգիտաբար այս հիմարները, միաբանների մեծ մասը տգետներ են, որովհետեւ գնացել են այսօրվա այդ ճեմարանը խեղված այս ճեմարանի մեջ, չեն հասկացել, թե ինչ է նշանակում ձեռնադրությունը, եւ նրանք կարծում են սա զուտ տնօրինություն է, ինչ որ մեկը որոշել է, որ դրանք պաշտոն ստանան։ Ոչ, սա աստվածային շնորհքն է, եկնային շնորհքն է, որը իջնում է երկնքից։ Հետևաբար այդ շնորհքը որևէ մեկը չի կարող առնել մարդուց։ Եվ իհարկե մերոնը չի կարող ջնջվել։ Ես բազմիցս այս մասին խոսել եմ եւ իմ էջի մեջ, եթե դուք նայեք, դուք ապա պիտի տեսնաք, ես քիչ հետո կթողնեմ այդ վիդեոյի տակ այդ հղումը, որ մի քիչ կարդաք նաեւ եւ ծանոթանաք այդ նյութին, բայց այնտեղ հղում է տրվում Աստվածաշունչ Մատյանի հին եւ նոր կտակարանների վրա։ Հիմա իմ պարագան այս բացատրականի մեջ ես որ ձեզ բացատրում եմ, ուզում եմ ընդգծել, որ սրբալույս մյուրոնով, եթե մեկին օծում ես, սա ինչպես որ կնունքը, որ երեխային կմկրտես կամ չափահասին։ Մենակ մկրտություն չէ, մկրտությունը դա ջրով լվացումն է, բայց հետո դրոշմ է գալիս, այսինքն երկու խորհուրդը միասին կոչվում է մեր ժողովրդական բառով կնունք բառը։ Հիմա մկրտությունը հետ կարող ես առնես։ Իհարկե ոչ։ Իհարկե չես կարող։ Մեկ անգամ մարդ կմկրտի, այսինքն վերստին ծնունդ է դա։ Եվ այստեղ, ինչպես որ շատ լավ բացատրական ունի Դերենիկ եպիսկոպոսը, ասելով, որ ձեռնադրության խորհուրդը անկրկնելի եւ անջնջելի խորհուրդ է, որը երբևիցե չի կարող կրկնվել։ Չի կարող կրկնվել եւ չի կարող ջնջվել, վերանալ։ Ինչ է սա նշանակում։ Այսինքն իրենց բառը, որ նրանք օգտագործում են կարգայլույց, ես ուզում եմ ընդգծել այստեղ։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանը մի քիչ այս մասին քաջատեղյակ չէ, որովհետև ինքը հողումը տալիս է 2004 թվականին հրատարակած այն գրքի, որը լույս
տեսավ Էջմիածնի հրատարակչությունը կանոնագիրքը հայոց, այնտեղ որոշ բաներ խեղումներ կան, որտեղ այս գրքի մեջ Կտրիչ Ներսիսյանը ներառել է եւ գրել է այդ կանոնները, որ ինքն էլ չի պահել նույնիսկ, այն լույսի ներքո, որը իրեն ձեռ էր տալիս։ Ես ուզում եմ բացատրել, որ կարգալույց ընդհանրապես հասկացողությունը դեռևս 100 տարի առաջ ընդհանրապես նման հասկացողություն գոյություն չուներ։ Կա եկեղեցուց արտաքսում, սա եղել է առաքելական դարերից, եւ եթե ուսումնասիրեք ուշադիր կարդաք առաքելական կանոնները, հիմնականում սրանք վերաբերվել են հերետիկոսներին կամ աղանդավորականներին։ Այս պարագայում է, որ արտաքսել են եկեղեցուց, որը մարդը շեղվել է դավանանքից, այսինքն անմիջապես պիտի դավանանքի դեմ հանցագործություն կատարած լինես, աստվածաբանական հանցագործություն եսի նկատի ունեմ։ Եվ եթե իհարկե վարքագիծը մարդու, ասենք մարդը արվամոլ է եւ անուղելի արվամոլ է, սոդոմիտ է, այսինքն եթե մարդը սրբապղծություններ է գործում, ոնց որ գործել է Կտրիչ Ներսիսյանը, հա, Մերոնը եպել է կնոջ Ռիմա Խոհարարի ձեռքով։ Դա մեծ ատարով, ուզում եմ դա շեշտել եւ ընդգծել, սրբապղծություն է։ Կամ Coca-Cola-ով, ուզում եմ դա էլ շեշտել եւ ընդգծել, որ բոլորը ուշադիր լսեն։ Թե Էջմիածնա մեջ ինչ խայտարակություններ են արվել այս մարդկանց սրբապիղծ տականքների կողմից, Coca-Cola-ով պատարակը։ Նմանապես, սա մեծագույն սրբապղծություն է եւ այդ սրբապղծության համար այն մեկը, որ սմայլիկը ուղարկում է, չգիտեմ ինչ սմայլիկը ծիծաղում է, ինչ է անում, թող ծիծաղան, կծիծաղակ դուք վերջում, հա։ Ես մի հատ դասախոս ունեի, որը երբ որ մտավ լսարան, ինչի համար դա հիշեցի, մի հատ մեծահասակ մարդ էր, սենց թույլ ֆիզիկական կառուցվածքի, ոչ մեկը չէր պատկերացնում, որ ահռելի հզոր ձայն ունի, ու ուսանողներս էինք, երիտասարդները, ջահելները սկսեցին ծիծաղալ։ Մեկ էլ որ նա չգոռաց, ասեց ապլոդիսմենտի աստավ ցինականից учебного года։ Բոլորը միանգամից սփռտնեցին։ Հիմա ես այդ մարդկանց եմ ասում, ձեր ծիծաղը կտողեք ձեր կյանքի վերջի օրվան։ Երբ որ Տիրոջը կհանդիպեք այնտեղ։ Բայց թեմայից չշեղվենք։ Նշանակում է, որ երբ որ տվյալ անձնավորությունը ձեռնադրվում է եւ ստանում է մյուրոն, այսինքն օծվում է սրբալույս մյուրոնով, ահավասիկ նա դառնում է ոչ մենակ այս կյանքի համար, որ ֆիզիկական իր կյանքով ապրում է, արդեն դա ուխտ է նաեւ ասուն ծառայելու եւ չի ջնջվում եւ չի վերացվում ոչ մի պարագայում, որովհետեւ պիտի մայից հետո դատվի, Տիրոջ առաջ պիտի կանգնի եւ Տերը պիտի հաշիվը պահանջի։ Սա շատ լուրջ եւ պատասխանատու առաքելություն է մեծ տկարներիս համար։ Մենք պիտի սարսափենք դրանից։ Եվ երանի այն մարդուն, որը արժանավոր կերպով կարողացավ այս լուծը տանել։ Ես մեր եկեղեցու վերջի, այսպես ասած, նոր շրջանի այդպես հզոր հոգևորականներից մեկի անունը պիտի այսօր տամ այստեղից, որովհետև նա արդեն հանգուցյալ է, սա Տեր Հարություն արժանապատիվ Քահանա Դարփինյանն էր։ Այ Երանի իրեն, որ ինքը կարողացավ այդ քաղցը լուծը տանել։ Երանի թե մենք մի քիչ, մի կաթիլով ինչ որ նմանվենք իրեն։ Հզոր քահանա էր, շատ հզոր։ Ես նորից չեմ ուզում շեղվել բուն թեմայից եւ ուզում եմ հավելել։ Հետևաբար, այդ բառը, որ սիրում է շահարկվել եւ սպեկուլյացիայի առարկա է դառնում այսօր, թե այդ կարգապահական, չկարգապահական, այսինքն եթե այնտեղ այն մարդիկն են այդ ժողովի մեջ, առնետներն են Կտրիչ Ներսիսյանի, որոնք իրենք կարիք ունեն, որ մեկը լինի այս մարդկանց կարգի հրավիրել, այդ կարգապահական առնետներին։ Ուրեմն ինչ է նշանակում կարգապահական, չկարգապահական ժողովը տնորինում է այդ հարցը, իբր թե վերլուծում են, բան են անում ու ճամփու են դնում մարդուն։ Ձևական բան, Կտրիչի հրահանգով է արվում, զակազով է արվում։ Ոնց այս պարագայում Տեր Արմենի համար արեցին այսօր, ես երբ որ կարդացի ինձ համար այս նորությունը նորություն չէր, ես ուղղակի մտածեցի մի բան։ Գիտեք, Աստված որ մեկին ուզում է պատժել, սա, գիտեք, եւ ոչ թե մենակ ժողովրդական բառն է, դա իմաստուն խոսք է, որը կյանքից է վերցված։ Իսկ դուք իմացեք, որ
այն մարդը, որը ապրում է, կյանքից դասեր է քաղում, ամենաիմաստուն մարդն է դառնում։ Ապրած տարիները մարդու, եթե նա դաս է քաղում իր սխալներից, իրան այդ իմաստությունը շնորհում են։ Ուրեմն ծիծաղեցի այդ ասացի վրա։ Դա ամենաիրա մեծ սխալն է։ Մի հատ կինո կար, չգիտեմ դիտել եք թե չէ, շատ հետաքրքիր ֆիլմ է։ Այդ ֆիլմում շատ հետաքրքիր բաներ են նկարագրվում, որ թե ինչպես մի կնոջը փորձեցին ծերանոց իր կամքին հակառակ մտցնել եւ մտցնողը ամերիկացիներն էին նկարել։ Մտցնողը մի կառույց էր, որը իբր թե խնամք պիտի տաներ այդ ծերերի համար, բայց նպատակը սադանայությունն էր, իրենց ունեցվածքը ձեռքից խլելն էր, այսինքն այն մեծահասակ միայնակ ծերունիների հետևից կգային, դրանց կտանեին այդ տունը կմտցնեին, ծերանոցը, իրականում բանտի դուռ ոնց որպեսզի ամբողջ ունեցվածքը բանկային հաշիվները հափշտակեն։ Բայց վերջը մի օր գալիս է, ես ուզում եմ պատմեմ, որովհետև շատ հետաքրքիր է։ Փոք կարճ ձևով կպատմեմ իհարկե։ Այդ կինը, որը այդ մաֆիայի ղեկավարն է, հա, լինում։ Վերջը մի սխալ է գործում, Ամերիկայում է դեպքերը տեղի ունենում, ռուսական մաֆիայի, ուրեմն մաֆիոզի մորն է։ Մտածում է, որ մայրը մենակ է ապրում այդ կինը, մտածում է, իր փաստաղտղերը այդպես է սարքված, որ ինքը միայնակ է։ Իրեն տանում է, մտցնում է այդ ձևի հիմնարկը, հա, ծերանոցը։ Ես ամբողջ իհարկե բանը չեմ պատմի, բայց այնտեղ մի դրվագ կա, որտեղ ասում է «Я самая большая твоя ошибка»։ Այդ կնոջն է ասում։ Հիմա ես ուզում եմ այդ նույն բառերը ուղղորդել, հասցեագրել Կտրիչ Ներսիսյանին։ Տեր Արամը քո ամենամեծ սխալն էր, որ դու նման հիմարություն գործեցիր։ Դու կարճ ասած Կտրիչ Ներսիսյան քո գլխին սարքեցիր։ Քո գլխին սարքեցիր։ Գիտեք, որ վարչապետը այսօր չուշացրեց իր սպասված հայտարարությունը, որտեղ նախապես նա ասել է, որ աջակցում է այն հոգևորականներին, որոնք այս եկեղեցու մեջ կատարվածների մասին ազնվորեն կխոստովանեն հրապարակավ։ Եվ Տեր Արամը այն քահանաներից էր գործող, որը ասեց, որ եկեղեցում կատարվում են սադանայություններ։ Պետրոսի տաղավարից ասեց, հեմեկից ասեց սադանայությունների մասին։ Եվ ահավասիկ Կտրիչ Ներսիսյանը երկար ժամանակ չէր կերպվում այն մտքի հետ, որ չպիտի իրեն պատժի, որտեղ սովոր է, չէ, ռեպրեսիոնիստ է։ Բայց երևի բուրկին, որ գնացել էր 3 առաջ օրը այդ խայտարակ իրանց կլոունադայի վականալիային մասնակցել է, ասել է ուխտավոր ենք մենք։ Երևի գլխի տակ փափուկ բարձ է դրել, դրա համար Կտրիչ Ներսիսյանը որոշեց այդ սխալը թույլ տալ, շատ ուրախ եմ։ Աստված խելքդ առել է Կտրիչ, որ այդ հիմարությունը դու արեցիր այդ որոշումը եւ Փաշինյանը հայտարարեց, որ Կիրակի օրը գնում է պատարակի։ Տեր Արամը պիտի մատուցի Սուրբ եւ անմահ պատարակ եւ ես համոզված եմ, որ տասնյակ հազարներով մեր ժողովրդի բոլոր նվիրյալ ազնիվ զավակները պիտի գնան օհանավանք եւ պետք է ուղակի այնտեղ ոչ միայն աղոթեն, նաեւ իրենց ուժը ցույց տան Կտրիչ Ներսիսյանին ասելով твое место возле параши։ Սա արդեն բառից բուն իմաստով է, ոչ թե փոխադարձ, քանի որ շատ շուտով Կտրիչ Ներսիսյան դու բանտում ես հայտնվելու եւ քեզ այնտեղ քո տեղը ցույց են տալու։ Քո տեղը ցույց են տալու, թե ով ես դու եւ ինչ ես դու։ Ես ուզում եմ նաեւ այդ կոնտեքստում տեսնալ եւ մատնանշել Ռուբինյանի հայտարարությունը, որ ասեց Կտրիչ Ներսիսյանը պետք է հաշտվի եւ համակերպվի այն մտքի հետ, որ նա կաթողիկոս չէ։ Նա շատ կարեւոր արձանագրում էր, որ պարոն Ռուբինյանը շատ ճշգրիտ ուրեմն գնահատեց եւ հայտարարեց։ Տեր Արամն էլ այսպես ասած քաչ գիտակցելով, որ ինքը քահանա է, որևէ մեկը չի կարող իրենից որևէ իշխանություն առնել, ասեց, որ նա շարունակելու է իր ծառայությունը, իր հովական ծառայությունը, նա պետք է շարունակի այդ բանկում, որտեղ իրենց սիրում եւ համակրում է ժողովուրդը։ Ինքը լավ հոգեվորական է, ինքը ունի համախոհներ, ունի վերջի վերջով իր հոգեվոր ծուխի զավակներին, որոնց հետ կապված է, եւ ինչի ինչ որ մի պորնիկի, այսպես ասած, կմահաճույքով կեվով,
ինքը պետք է հեռացվի կամ չգնա այդ ծառայությանը։ Սա ինքնստինքյան բացառվում է։ Ուրեմն շարունակում եմ։ Ինչ է ըստ էության այդ կարգալույց բառի նշանակությունը։ Սա վարչական ընդամենը կախակայումն է ժամանակավորապես, եթե հիմք կա, հա, եթե հիմք կա, որ մարդը այդ պաշտոնի մեջ կախակայվի, եթե հանցանք է գործել, եւ հետո ատյանի առաջ հրավիրվում է, եւ եթե ինքը չի կարող իրեն պաշտպանել կամ ապացուցել իր անմեղությունը, իհարկե պետք է լուրջ եւ փաստարկված լինեն մեղադրանքները։ Ապա նրան հնարավորություն է տալիս այդ կապահական ատյանը եւ ուղարկում է ճկնության, ապաշխարության։ Նա պետք է գնա ապաշխարի, որից հետո վանքի մեջ ապաշխարելու պես վերադառնա իր հոգևոր ծառայությանը։ Եվ գիտեք, որ կրկնում եմ, քանի որ այդ խորհուրդը չի կրկնվում եւ չի վերացվում, ոչ մեկը նորից իրան ոչ ձեռնադրում է, ոչ օծում է։ Նա նույն ձևի գալիս է եւ ստանում է իր, այսպես ասած, օրհնությունը ու շարունակ հայրապետից օրհնությունն է վերցնում, եթե հայրապետ կա, եթե պոռնիկ է, այնտեղ նստած սատանան, իհարկե ումից ստանա այդ օրհնությունը, շատ ներողություն։ Եվ վերադառնում է սա այն պարագայում, ասում եմ, երբ որ հանցանքներ են գործվել, շատ կոնկրետ մեղադրանքներ։ Հակառակ պարագայում դուք կարդացիք, չէ՞ ինչն է պատճառաբանում սատանա կտրիչ Ներսիսյանը։ Այն, որ խոսվել է Տեր Արամի կողմից ճշմարտությունը։ Որոշ մարդիկ փորձեցին պիտակներ փակցնել այդ ազնվագույն հոգևորականին, ասելով, որ Հուդա է, համեմատելով Հուդա Իսկարիովտացու հետ։ Ուրեմն ուզում եմ իրենց շատ, այդպես ասած, հիասթափեցնել։ Ես հասկանում եմ, որ դուք տգետ եք, սիրելիներ, այդ վերնախավին է։ Այդ ինչ որ ես ասում եմ, որ բոլորը չհասկանան, որ ես ընդհանրացնում եմ կամ ուզում եմ հոգևոր դասին ինչ որ կշտամբանքներ, սխալ չհասկացողություն չլինի, սխալ ընկալում չլինի։ Ես դա ասում եմ Կտրիչ Ներսիսյանի կլանակիցներին, իր ջեպկիրներին, կարճ ասած, իր մաֆիայի անդամներին։ Ուրեմն դուք վատ եք ուսանել, դուք լավ չեք հասկացել ավետարանի խոսքը, ոչ էլ հավատում եք Աստծուն, դուք անաստված սրիկաներ եք, խաչագողներ, որոնք այնտեղ բախտի բերմամբ, ինչպես ասում են, կամ պատահմամբ հայտնվել եք այդ պաշտոնների վրա եւ անում եք ինչ որ դուք էլ չեք պատկերացնում, ասում են «И ведут, что творят», այս սա է իրենց փաստորեն փաստացի այն սադանայությունները, որ դրանք գործում են եւ ուզում են սպառնալ կամ ինչ որ բաներ գցել բանի մեջ, շրջանառության մեջ, ասելով, որ ինքը կարգալույց է, ինքը չի կարող պատարականել, այսպիսի հիմարություններ են ուզում ժողովրդի մեջ գցել այդ ցեցը։ Քանի որ ես բացադրեցի եւս մեկ անգամ ամեն ինչը, դուք լավ պիտի հասկանաք։ Մեկը լինի նրանց կարգալույց արնի, մեկը լինի նրանց կարգի հրավիրի։ Այսինքն ոչ մեկի իհարկե մենք ես ասում եմ, այստեղ հարց կա։ Հասկանում եք, այստեղ արդեն հարցեր կան։ Ես կասկածում եմ շատ այդ Կտրիչ Ներսիսյանի ձեռնադրվածների վրա, ովքեր որ Տիկին Ռիմա խոհարարի ձեռքի եպած Մերոնով, որը որ Մերոն չի կարող լինել կոչվել, սա ճաշ է։ Այդ ճաշով եթե նրանց օծել են, այն նրանց ձեռնադրությունը շատ խնդրահարույց է։ Եվ այստեղ պետք է շատ լուրջ ուսումնասիրել, թե այդ շրջանում ովքեր են ձեռնադրվել եւ այդ մարդկանց բոլորին պետք է կանչել։ Ես հասկանում եմ, որ շատերը չեն հասկացել, առնվազն ինչ որ մի ձև պետք է գտնվի, իհարկե դա պետք է ժողովով որոշվի, ինչպես պետք է վարվել այս անհատների հետ եւ ուսումնասիրել բոլոր պարագաները։ Բայց հարցը այստեղ հետեւյալն է, նույնիսկ եթե մեկին մենք ճանապարհ ենք դնելու եւ եթե տվյալ անձը օրինական ձևով է ձեռնադրվել, ասենք փող չի տվել Կտրիչին, սա պիտի հասկանանք։ Եթե փողով ա եղել, կաշառքով ա եղել, ուրեմն ֆուֆու է իր ձեռնադրությունը, իր պաշտոնը։ Պետք է ուսումնասիրել այս բոլոր հարցերը։ Եթե ամեն ինչ օրինական է եղել, բայց մարդը սադանայություններ է գործել, ուրեմն նրան պետք է ինչ անել, ուղարկել ապաշխարության, չէ՞։ Այսինքն կարգապահական ատյանը ես համոզված եմ, սիրելիներ, որ պետք է նոր ատյան կազմվի, լրիվ անաչառ մարդկանց կողմից։ Եթե ինձ հրավիրեն, ես անպայման կգամ այնտեղ, մեծ սիրով կմասնակցեմ այդ մակրազարդման աշխատանքներին եւ ըստ եկեղեցական կապ ու կանոնի ամեն մեկին կցույց տանք իրենց տեղը։ Այն ֆիլմ կա, ասում է «Кто есть кто», այդ ֆիլմի պես։ Դրանց
ամեն մեկին ցույց կտանք, թե իրենք իրենցից ինչ են ներկայացնում եւ առհասարակ ներողություն արդյոք ինչ կապ ունեն նրանք մեր եկեղեցու հետ, ինչ կապ ունեն, ինչ աղերս ունեն, հավատքի հիման վրա են նրանք այնտեղ հայտնվել, թե իրենց բերել են այնտեղ կտրիչի մեկի համագեղացին ամյուսը համագեղացու հարևանի, չգիտեմ, ծանոթն են, չգիտեմ, բարեկամն է, ազգականն է եւ այլն, այդ պիտի բոլորը ճշտվի, այդ բոլորը պիտի ճշտվի, այնտեղ ինչ սպրուտ է գործել, ինչ խայտարակություն է գործել այս ամբողջ 26 տարիների ընթացքում։ Դուք հասկանում եք, մի սերունդ խեղվել է։ Դուք պիտի գիտակցեք բոլորը, թե որ Հայաստանի Տարաքելական Սուրբ Եկեղեցու մեջ մեկ սերունդ խեղվել է, որտեղ Կտրիչ Ներսիսյանն է դաստիարակել, սուտիմուտի, կրթել, սուտիմուտի, հա, եւ վերջի վերջով այս Ռիմա էփած մերոնովել դրանց իբր թե ձեռնադրել։ Այդ բոլորը պետք է շատ լուրջ, շատ հստակ աշխատանք պիտի գնա։ Դուք պատկերացնում եք ինչ աշխատանքի ծավալը, ինչքան պիտի ջանք թափենք, որ այս ամենը ջրի երես անենք, այս բոլորը, ինչ որ տեղի ունեցել։ Ուրեմն այն անդառնալի են իր բաները, ինչ որ վնասները նա հասցրել է մայր եկեղեցուն, Կտրիչ Ներսիսյանը։ Սա սարսափելի գործառույթներ է այդ մարդը արել եւ այդ մարդը չի գիտակցել հետևանքների մասին։ Բայց այսօր ինքը սայթակել է եւս մեկ հիմարություն է արել, որը իր վերջին հիմարությունն էր Տեր Արամի հետ հաշվեհարդար տեսնալը եւ հավանաբար նա իր ճաշը պետք է ուտի։ Նկատեցի նաեւ Facebook-ի մեջ մի գրառում, որը չգիտեմ աղբյուրը սկզբն աղբյուրը որն է, շրջանառվում է մի այդպես մի գաղափար, որ Կտրիչ Ներսիսյանը հրավիրել է ինչ որ նոյեմբերին, բայց օրը ամսաթիվը այսինքն չի նշվում, Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված նիստ եւ իբրև թե այդ նիստի ժամանակ պետք է հայտարարի իր հրաժարականի մասին։ Ճիշտ ասած կասկածում եմ այդ աղբյուրի վրա, որովհետեւ իմանալով Կտրիչ Ներսիսյանի ստորությունը, սրիկայությունը, իմանալով իրեն իբրև անհատի։ Ես ճանաչում եմ իր գործելավոճը, ես ճանաչում եմ ինչպես էր նա վարվում մարդկանց հետ դեռևս երբ որ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանոր այդ ժամանակը ես շատ լավ հիշում եմ ինչպես նա օճառ դրեց կամ ավելի լավ ասենք սապոն դրեց բանի ոտի տակ Արսեն Սրբազանի այդ նույն Արարատյան թեմում ինչքան կեղտոտություններ է արել այնտեղ երբ որ ծառայել է, հա, ճակերտավոր եմ ասում ծառայել է։ Եվ բնականաբար այդպիսի մի կեղտոտ անփարոյական մի զզվելի մի տականքի, որը նորից սադանայությամբ հրեշավոր գործար կապելով Վազգեն Սարգսյան Օղորմածիկի հետ հայտնվել է Մայրաթորի Գրիգոր Լուսավորչի գահի վրա 26 տարիների ընթացքում ամբողջովին խայտարակեց, հեղինակազրկեց եւ խեղեց Մայր Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Եվ Մայրաթորը վերացեց, ուզում եմ դա էլ շեշտել, պատահական չէ, որ միշտ ասել եմ, Կուկուշկայի աթոռի։ Կկուն կանչում այնտեղից, այդ աբսուրդները, որ դրանք շարում են, այսօր լսեցի այդ գանձանակ գողացող Եսայի չքաղանան, նորից մի հիմարություն ընդեղից դուրս է տվել։ Դե պարզ է, Կտրիչը ինչ որ հանձնարարում է, նա պիտի հլունազանդ կատարի։ Կտրիչի կամակատարներն են, չէ, իրանք լիզում են նրա հետույքը։ Ամեն ինչին ասում են, ժպտում են, ուրախանում են, հա։ Ես շատ լավ հիշում եմ Վահրամիկը, որ մինչև այդ Եսային հայտնվել այդ պաշտոնում, մի հատ թութակ Վահրամիկ կար, որը հիացմունքով նայում էր Տաշիր Սամոյի եւ իր կնգա այդ ուռոտ նկարը, որ կախեցին պատից, Վեհարանի, որ բերել են այնտեղ այդ բանին ժամանակ, հա, Տաշիր Սամոն եկել էր այդ Վեհարանը բան, ընդունման հանձնման այդ գործներ, հա, Կտրիչին նվեր էր արել, որ այդ նկարներ կախային որ ծեր հրճվում։ Երևի մի $100 թող են գրպանը դրել, որ նա երեսը ծրմռի այդպես հրճվի այս ամենի վրա։ Այսինքն կեղծավորներ, աֆերիստներ, էս է։ Մայրաթորի մեջ աֆերիստների, կեղծավորների փաստորեն համար է եղել բոլոր առանցքային պաշտոնները։ Դուրս պիտի շպրտվեն։ Մայրաթորում չեն կարող այդ մարդիկ, որոնք Կտրիչի
հետ սիլիբիլի անելով կամ անկողինը պարկելով մտել են այս առանցքային պաշտոնների վրա եւ խեղել են այս եկեղեցին։ Խմբակային է դա եղել, դա հանցագործություն էր, բայց խմբակային բանդա էր գործում, որ ասում են բանդա, էսա։ Խո մի հոգի չի եղել, որ դա արել է։ Ընտանեկան նախ եւ առաջ որպես կալվածք է դիտվել Ներսիսյան եղբայրների կողմից եւ քրոջ որդու կողմից, արդեն տեսակ չէ, Արագածոտի թեմը սատանայի բույն էր, որ դրել էին այնտեղ, խարդախության եւ ամեն տեսակի այլանդակության։ Եվ Ռուսաստանի նոր Նախիջևանի թեմն էլ նմանապես եւս մեկ ահավոր մի սատանիստների սխոդկայի մարդասպանության արդեն այնտեղ ոչ մենակ սատանիստներն են, պարզ սատանայապաշտները, այնտեղ նստած են այն մարդիկ, որոնք ֆաբրիկ են բացարել երիտասարդներին ուղարկելու Ուկրաինա սպանության համար։ Եվ զոհողությունների գնով, այսինքն հայ երիտասարդների գլուխն են ուտում, որպեսզի հաճոյանան Ռուսաստանի Դաշնության իշխանություններին կամ հատուկ ծառայություններին։ Այդ գործընթաց են նաև այնտեղ կատարում։ Ես այստեղից կրկնում եմ, պահանջում եմ ուղղակի իրավապահներից, Հայաստանի Հանրապետության սահմանապահներից եւ իշխանավորներից։ Իդեմս Նիկոլ Փաշինյանի, որ հենց կտրիչի եղբայրը, այդ Բուրջոն Ներսիսյանը, կեղծ եզրած arczepiskopos-ը, Կարո ծածկանունով ռեզիդենտը բանի ԿԳԲ-ի, հենց ոտ դրեց Զվարթնոցոտակայան, իրեն կալանավորել եւ արտահանձնել Ուկրաինա, որպեսզի այնտեղ իրեն դատեն։ Սա սկզբունքային հարցն է։ Պիտի ազգովին հետամուտ լինենք, այդ բանը իկատարացենք։ Ես կոչ եմ անում բոլոր հեղափոխական երիտասարդներին։ Լավ հիշեք, թե Մոսկվայում ինչ փորձանքներ եզրասը բերեց մեր հայության երիտասարդների գլխին, որոնք գնացել են հայկական եկեղեցի մտածելով միամիտ են եղել, որ այնտեղ պետք է իրենք հանգիստ լինեն եւ պետք է ուրեմն իրենց ակցիաները անեն ողջունելով Հայաստանում տեղի ունեցող հեղափոխությունը։ Բայց եզրասը ամոնի ձեռքը հանձնեց նրանց։ Մատնեց, այ դրա մասին չեք ասում, ով է Հուդան։ Արամից եք կպել, հա, դեր Արամն է Հուդան։ Իսկ եզրասը Հուդա չէր, երբ որ հայ երիտասարդներին առանց ոչ մի պատճառաբանության մատնում էր օտար պետության մեջ Ամոնի ձեռքին։ Տեսնում եք հիմա տարբերությունը, որ այստեղ քահանան բացահայտում է ճշմարտությունը, իրեն Հուդա է անվանում, բա եզրասը Հուդա չէ, ամենաիսկական Հուդան եզրասն է։ Իսկ իրա դեմքին որ նայում ես, չես հասկանում, ասում ես ինչա։ Մեռելներից հարություն է առել Հուդան, այդքան նման է իր տեսքը։ Ու մանավանդ իր այդ վեհարը բան որ դնում է, իսկական Հուդա ոնց որ լինի։ Ուրեմն սիրելի ժողովուրդ, ուզում եմ ասել, որ ես ուրախ եմ, որ երկրի իշխանությունը վերջապես պատրաստվում է այդ քայլի եւ այդ սատանայի տունը, որը որ կտրիչն է սարքել եկեղեցուց, պետք է քանդել, որպեսզի ազատագրում լինի եւ մայրաթորը վերադառնա իր բնականոն կյանքին, իսկ Հայաստանի Արաքելական Սուրբ եկեղեցին վերադարձվի հայ ազգին, որի սեփականատերը մեր սիրեցյալ ժողովուրդն է։ Գարեգին առաջին երջանկայիշատակ հոգելույս կաթողիկոս ամենայն հայոց Սարգսյանը միշտ ասում է, ամենտեղ քարոզում էր, ասում էր եկեղեցին դա ժողովուրդ է։ Ես եղել եմ նորընծա քահանա եւ միշտ հիշել եմ եւ միշտ մինչեւ հիմա 30 տարվա քահանա եմ հիշում եմ վեհապար Հայրապետի այս խոսքը, որ ասում էր եկեղեցին դա ժողովուրդ է։ Ուղղակի այդքան իմ սրտով էր այդ քարոզները, որ վեհապարը անում էր ամեն անգամ, երբ որ նա գալիս էր եկեղեցի առավոտյան ժամերգության, ես 40 օր անցկացրել եմ մայր տաճարի մեջ, իհարկե 40-ն են պահել, որտեղ քահանաները երբ որ ոցում են 40 են պահում։ Եվ ամեն օր բնականաբար առավոտյան երեկոյան ժամերգության։ Ամեն առավոտ վեհապարը կգար ժամերգության, ամեն առավոտ։ Եվ ամեն չորեքշաբթի ուրբաթ օրը նա քարոզ կխոսեր։ Այդքան բան սովորեցինք իրենից, որ ասելու չէ։ Լեցուն մարդ է, բացի ամենից, որ ինքը մի հասկանչ հոգևորական էր, աստվածաբան, հռետոր, բայց նաև ընդհանուր առմամբ լեցուն մարդ էր ու շատ բարի, շատ անմիջական, իսկական հայրիկ էր։ 1000 ողորմի իրեն հոգին լույս դառնա։ Ուզում եմ ասել, որ մեր ժողովուրդն է եկեղեցին։ Ուրեմն Տեր Արամը
այդ ժողովրդի հովիվն է եւ այդ ժողովրդի ծառան է եւ քանի որ այդ ժողովրդի այդ հատվածը որը որ գնում է օհանավանք եւ հայր եւ Տեր Արամի հետ ունի հոգեվոր հարաբերություն ուրեմն նա շարունակելու է իր հոգեվոր հարաբերությունը իր այս պաշտոնը վարել եւ ոչ մի կտրիչ ոչ մի արշակ պլանկաշիտ նարկոմանշիկը որ աչքերը շեշուբեշա երբ որ պլանա ծխում ոչ մի ընտանիքական այդ խուլիգան Գևորգը Պողոցայինը Սարոյանը չեպիսկոպոսը եւ ոչ մի մեկ ուրիշ ստահակ Նաթանը բանը հայ Գարեգինն էլ իրեն ասեց բանը Նատաշկային անվանել իրեն սա չեմ դասել բայց ինքը ավելի լավ գիտի ինքը բանկում էր ծառայում ուրեմն այդ անուններ են տվել իրեն այս մարդիկ են դուք հասկանում եք ինչ ձևի աղբը կեղտոտ այս սվոլոչները նրանք ասում են մենք պիտի կարգապահական լինենք ինչ կարգապահական դուք պիտի լինեք դուք սատանայի կարգապահական եղեք դևերի կարգապահական եղեք տեսնեմ դևերը ձեզ այդ պաշտոնը կվստահեն թե ոչ նույնիսկ դևերի մոտ չեք կարող այդ պաշտոնը վարել երուր մնաց Մայրաթոր Սուրբ Էջմիածնում այդ պաշտոնի վրա մնաք հետեւաբար այս սադանայությունը փակվելու է 26-ին 26 հոկտեմբերին Կտրիչ Ներսիսյան հիշիր գյադա քո վերջի րոպեն է որ դու քո պայուսակները հավաքես եւ ռադը քաշես սա քո վերջի շանսն է որ հոկտեմբերի 26-ին դու արդեն պիտի հիմիկվանից հավաքես քո վեճ մեշոկը որ 26-ին առավոտը կանող դու այնտեղից փոկվես չլնես այդտեղում եւ այդ դեպքում նոր վստահ եմ որ ավելի քեզ իրավապահ համակարգը ավելի մեղմությամբ կմոտենա բայց եթե համառեց չգնաս դատվելու ես բանտի մեջ փտելու ես մինչև քու սատկելու վարկյանը գա դա է սարերի հետևը չի կտրիչ դու սատկելու ես ու գնալու ես դժոխք դա էլ իմացի որ քեզ սպասում են այնտեղ դժոխքում դևերը սպասում են ասում են կտրիչը ուր է թողա մեզ հետ խաղա կաթողիկոսի խաղա այսա է ուրեմն ես ուզում եմ մի քիչ էլ այսպես ավելի որպեսի անցնի ուրախ հա մի քիչ էլ պիտի կատակով խոսենք որպեսի մեր ժողովուրդը զգա որ ոչ մենակ այս դառնությունը կա 26 տարի մենք այս դառը բաժակը ըմպել ենք մինչև վերջի կաթիլը բայց այսօր արդեն մենք պետք է անուշ գինին ոնց որ ասած ամենալավ ճոխ սեղանի շուրջը հավաքվենք պետք է տոնախմբենք միասին ուրախանանք հաղթանակենք եւ փառք տանք մեր Տիրոջը որը ազատագրել տվեց այդ եկեղեցին որտեղ ինքը իջել է միածին որդին իջել է այնտեղ եւ այդտեղը կեղտոտել է Կտրիչ Ներսիսյանը արևանգելով Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահը այ ինչ է տեղի ունեցել եւ այսօր փառք Աստծո Նիկոլ Փաշինյանը իր ջանքերով վերադարձնում է հայ ժողովրդին Էջմիածին դա շատ մեծ բան է սա նկարագրելի բան է եւ իհարկե ես անձնապես իբրև հայ հոգեվորական շատ շնորհակալ եմ մեր երկրի վարչապետից այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն աչնարարչական բազուկս փրկչական Սուրբ Խաչի դերունական լինի ձեզ սպաբան հայսում է տեր մինչև հավիտյան ամեն վստահ եմ որ երկրի վարչապետը պետք է հաղթական մուտքով այսպես ասած սկսի իր արշավը հաղթական օհանավանքից եւ վերջացնի Էջմիածնով վստահ եմ որ մեր Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը ամբողջ զորությամբ պատրաստ կլինեն այդ օրվա համար քանդելու համար այդ սադանայի տունը ամեն տարածեք շատ այս խոսքը կսպասեմ ձեր լայքերին գրառումներին թող Տերը պահապան լինի եւ մեկ մարդու պես ես խնդրում եմ ձեզ որ կանգնեք Տեր Արամ Քահանա Սատրյանի կողքին Կիրակի օրը մասնակցություն ունեցեք այդ պատարակին եւ հոգեբանորեն նա իրեն լավ պիտի զգա այդ դեպքում եւ ինչու՞ չէ նաեւ կստանաք օրհնությունը իրական քահանայի օրհնությունը կստանաք որ Աստծո ծառան է եւ մեր ժողովրդի ամեն խաղ գիշեր բոլորին եւ ձեզ կմաղթեմ ամենայն բարիք տարածեցեք խնդրում եմ կհանդիպենք նորից